Պարոն Հակոբյան, ձեր կարծիքով որոնք են այսօրվա հիմնական մարտահրավերները հայաստանյան մեդիադաշտում եւ ինչպես է ՀՌՀ-ն արձագանքում դրանց։ Ես խոսայի ոչ թե հայկական մարտահրավերների մասին կամ հայկական մեդիայի վերաբերյալ, այն համաշխարհային տենդենսների, որոնք շատ վտանգավոր են։ Եվ ամենամեծ վտանգը, որի մասին մենք քիչ ենք խոսում, դա տեղեկատվության ավելցուկն է։ Առաջ ոնց էր, մենք ունենք մի քանի տասնյակ թերթ, մի քանի տասնյակ հանդես մասնագիտացված, մի քանի հատ ռադիո, մի քանի հեռուստաընկերություն եւ դրանով մենք բավարարում ենք մեր քաղցը։ Առաջինը, երկրորդը, քանի որ այդ հեռարձակողները կամ տեղեկատվություն հաղորդողները նրանք մեծ քանակի չէին, նրանք քիչ թե շատ որակյալ տեղեկատվություն էին տալիս, որտեղ նաեւ վերահսկվում էին հասարակության եւ պետական ինստիտուտների կողմից։ Պետական ինստիտուտների կողմից պարզած չէ, ինչ որ գրաքննության էլեմենտներ կարող լիներ, բայց օրինակ եթերում կամ տպագիր մամուլում դու չէիր կարող սեռական հավիանքներ, օգտագործեիր, իսկ ոնց էր վերահսկվում հասարակության կողմից, որտեղ հասարակությունը, մարդիկ, քաղաքացիները մեծ մասամբ նրանք վճարում էին այդ ստացվող ինֆորմացիայի համար, թերթ էին գնում, բաժանորդագրում էին ինչ որ գրքերի եւ այլն եւ այլն։ Գովազդի համար էին վճարում։ Այսօր այդ փոքր թվով քանակը, տասնյակները կամ համարյամնակները այսօր փոխարինվել են միլիոնների, ոչ թե հազարների, այլ միլիոնների, որովհետև ցանկացած մարդ, քաղաքացի, ով ունի օրինակ իր ալիքում, իր կայքում որպես բլոգեր, չէ, այդպես են ասում, կամ վլոգեր, տեսալասողական տեղեկատվություն տարածող, եթե ունի ինքը 50-60 հազար դիտում, ինչ որ մի հոլովակի համար, կամ հարցազրույցի, կամ ինչ որ մեկնաբանության, ապա ինքը դառնում է մեծ տպաքանակ ունեցող թերթի լսարան ունենում է։ Եվ քանի որ որևէ վերահսկողություն չկա համացանցում, ապա ինքը կարող է ցանկացած կներեք ցնդաբանություն տարածի եւ հասցնի անսահմանափակ թվով քաղաքացիների։ Ամենամեծ վտանգը սա է։ Մենք դա չենք զգում։ Մենք կամաց սովորում ենք, այն ինչպես են սովորում կամաց տաքացվող ջրին, երբ որ երման է դառնում, բայց դա շատ մեծ սպառնալիք է բոլոր քաղաքացիների համար, որովհետեւ եթե առաջ մենք կարողանում ենք, մենք ինքներս ենք ընտրում այն ինֆորմացիան, որը մեզ պետք է, գյուղատնտեսության ոլորտից, եթե ես գյուղացի էի, այդ լրագիրն էի առնում կարդում, կամ հեռուստատեսությամբ այդ հաղորդումն էի նայում, երեխաների համար բարի գիշեր երեխաներներ, տղամարդկանց համար ինչ որ սիրիալներ են, այսօր ցանկացած հարթակ քո վրա միլիոնավոր բայթեր, կիլոբայթեր, մեգաբայթեր ինֆորմացիա է տարածում եւ այսօր շատ դժվար է, հասարակ մարդկանացուն, հասարակ քաղաքացուն քաղել այդ ահռելի հոսքերից այն ինչ որ իրեն հարկավոր է։ Եվ այսօր ոչ թե մարդն է ընտրում ինֆորմացիան, մարդը ստիպված պաշտպանում այդ տեղեկատվությունից, ինչը միշտ չի ստացվում։ Եվ այդ բացասական տեղեկատվության տարածումը ամենամեծ սպառնալիքն է, որովհետև փորձ եմ ավարտել, որտեղ անսպառ կարելի է խոսալ դրա հետ։ Դուք երիտասարդ եք, բայց դուք էլ հաստատ նկատած կլինեք, ինչպես է մեդիայում, իսկ մեդիան ամեն ինչն է հիմա, չէ՞, նաև համացանցը։ Ինչպես է մեդիայում մեծացել քանակը խտրականության, չարության, ատելության խոսքի, ապատեղեկատվության եւ այլն եւ այլն եւ այլն, ինչը 20-30 տարի առաջ չկար։ Սա ամենամեծ վտանգն է եւ աշխարհը դեռ ճանապարհին է եւ ինքը չի կարողանում դեռ մշակել այն գործիքակազմը, որով կկարողանա վերահսկել այդ բացասական երանգներ ունեցող տեղեկատվությունը։ Այ ամենամեծ մարտահրավերը դա է եւ այդ հակաթույնի այդպիսի բացասական ինֆորմացիայի դեմ գտնելու խնդիրն է ամբողջ մեդիայում աշխարհում։ Հայաստանում ինչով է դա մի քիչ ավելի խտացրած այդ վտանգները, որովհետև քաղաքացիական հասարակություն դեր վերջնական, ինքը արմատավորված չի, մենք չունենք խորը ավանդույթներ, էթիկայի կանոնների միմյանց վստահելու, վստահության ինդեքսը Հայաստանում շատ ցածր է, հատկապես հիմա, երբ որ բախվում են տարբեր քաղաքական ուժեր, տեսակետներ եւ տարբեր ոլորտներում բաժանար գծեր են
ազգային, տեղայնական, հավատացյալ, չհավատացյալ, գյումրեցի, երևանցի շատ են, հա, շատ են, եւ դա նորից եմ կրկնում, դա ավելի վտանգավոր է դարձնում մեդիայի անվերահսկելի տարածումը Հայաստանում։ Ինչպես գտնել այդ ոսկե միջինը, որպեսզի մի կողմից չլինի գրաքննություն կամ չգնանք դեպի գրաքննություն, բայց մյուս կողմից վերահսկելի լինի այդ տեղեկատվական կներեք աղբը, որը տարածվում է TikTok-ում, սոցցանցերում, ընդհանրապես տեղեկատվությունը, որովհետև մենք հիմա բախվում ենք շատ լուրջ խնդիրների, հատկապես օրինակ երեխաների առումով, տարիքով, չգիտեմ, ծերերի, երևի այդպես ասեմ առումով, որովհետև չգիտեն ինչ նայել, ում հավատալ, բայց շատերը նաև խոսում են նրա մասին, որ այդպես արդեն գրաքննության ենք դեպի մոտենում, եթե մենք ինչ-որ լուրջ քայլերի գնանք կամ լուրջ մեխանիզմներ օգտագործվեն։ Գիտեք, ավանդական հարց է եւ այդ մտահոգությունները, հա, սաղս մտահոգություն, հանկարծ խոսքի ազատությունը ինչ որ բանով չսահմանափակվի, բա որ գրաքննություն լինի, դա այն վախերն են կամ այն բարդույթներն են, որոնք 30, 40, 50, 100 տարվա պատմություն ունեն, երբ որ նորից եմ կրկնում, մի քանի լրատվամիջոց կար եւ պետության դերը, որտեղ ամեն ինչը սահմանափակ ռեսուրս էր։ Թերթպելու համար տպարանտի ունենայիր, հա, թերթը տպվեր, թուղթի առնեիր, պետությունը վրան բանը պտիներ, խմբագիր ունեիր, հրատարակիչ ունեիր կամ հերոստանգերության սեփականատեր ունեիր։ Տարբեր էտապներով էր ինֆորմացիան։ Տարբեր բաներ կային, հա, պատնեշներ կային, որի միջոցով, հա, որը կարելի էր փակել եւ ազատ խոսքը ինքը լրացվում էր։ Հա, նույն ռադիոները, գիտեք, սովետի ժամանակ լսած կլինեք, որ արևմտյան ռադիոները բան էին անում, հա, խլացնում էին, այսինքն չէիր կարող սովետական միության մեջ լսեիր։ Դրսից ոչինչ բան չէր գալի, օրինակ Մաքսատանը, եթե դու դրսից քաղաքական լրագիր բերեիր, օրինակ Մաքսատանը կարող են քեզ կոնֆիսկացնել, ես խոսում եմ սովետական միության ժամանակ։ Հիմա այդ պատնեշները չկան։ Եվ ընդհանրապես այդ մտավախությունը գրաքննության արդեն ինքը ձևափոխված է, որովհետև մարդ եթե ուզում է ինչ-որ բան ասի, ինքը որևէ արգելանք չունի։ Մի լրագիր կարա փակի, հա, մյուսը կարա փակի, բայց համացանցը դու չես կարող փակես։ Ոչ էլ մեջը կարող ես խմբագիր դնել, որը կնստի, հա, այդ միլիոնավոր տեղեկատվական կայքերի մեջ եւ կսկսի ամեն ինչը փակել։ Հնարավոր չէ, այսինքն ինքը տեխնիկական մեր այսօր հեղափոխությունը, այսպես ասեմ, ինքը ինչ որ չափով սկսել է երաշխավորել խոսքի ազատությունը։ Գրաքննություն վտանգներ ես գրեթե չեմ տեսնում։ Բայց գրաքննությունը ճակերտավոր հարկավոր է այն հենց վտանգները կանխելու համար, որի մասին դուք ասեցիք։ Դուք տեսեք ինչ տիպի աղբ ինֆորմացիա է լցվում երեխաների վրա։ Ինչ տիպի աղբ ինֆորմացիա է լցվում մեծահասակների վրա, որոնք ջուրահավատ են։ Եվ խոսքը չի գնում քաղաքականության մասին։ Քաղաքականության մեջ ամեն ինչ թույլատրելի է, մարդիկ նրանք կորոշեն, որն է ճիշտ, որն է սխալ։ Խոսքը այլի մասին է, հա, քո արժեքային համակարգի մասին է, քո առողջության մասին է, որովհետև քեզ կարան ինչ որ անվերահսկելի այս տարածքում ինչ որ չգիտեմ դեղամիջոց փորձեն քո վրա վաճառել, չէ, գովազդով, որը քեզ ոչ թե բուժում է, այն սպանում է, հա։ Եվ այլն, բոլոր այդ բաները չբացատրեն վտանգները, այստեղ պետք է ինչ որ գործիքակազմ, որ այդ ամեն ինչը կկարգավորի։ Արդյոք դա հնարավոր է, ես չեմ կարող ասել, որովհետև մենք հակաթույնը փորձում ենք ինչ որ օրենսդրական դաշտում գտնել եւ հավատացնում եմ ձեզ, դա բնական է պետական բյուրոկրատիային շատ դանդաղաշարժ է։ Այսօր մենք որոշում ենք, զգում ենք այս վտանգ կգա, սկսում ենք կամաց աշխատել, հա, երբ որ այդ օրինագիծը կամ այն օրինագիծը որպես գործիք, հա, այդ ամեն ինչի դեմ պայքարելու գալիս է հասնում ազգային ժողով, նոր վտանգներ են առաջանում, որովհետև այս հեղափոխությունը տեղեկատվական շատ արագ տեմպերով է զարգանում։ Մենք արդեն խոսում ենք արհեստական բանականության մասին եւ մենք միայն փորձում ենք կռահել այն վտանգները, որ իր հետ բերում է այդ արհեստական բանականությունը։ Դա ինչպես են կարգավորելու, ինչ մեխանիզմներ են լինելու, որպեսզի կանխեն այն վտանգները, որը դա բերում է։ Ինչ մեդիագրագիտության մակարդակապետ, որպեսզի մենք հասկանանք եւ տարանջատենք ճիշտը սխալից։ Էլ չեմ խոսում deepfake-ի մասին, երբ որ ձեր կամ իմ տեսքով կարող են վիդեո ինչ որ, հա, տեսաժապավեն ստեղծել եւ մեզ ներկայացնել լրիվ այն վիճակում, հա, որը կարող է վարկաբեկել մեզ, վարկաբեկել գաղափարը, վարկաբեկել ամեն ինչի, ինչ հնարավոր է։ Սա խնդիրներ են, որոնց մասին աշխարհում խոսում են, բայց հակաթույնը դեռ իմ կարծիքով չեն գտնում։
Դուք խոսեցիք ատելության խոսքի տարածման մասին եւ իսկապես սա շարունակում է լուրջ խնդիր մնալ։ Ուզում եմ հասկանալ ինչպիսի գործիքակազմ եւ ինչպիսի մեխանիզմներ ունի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, որպիսի նվազեցնի ատելության խոսքը։ Տեսեք, եթե մենք խոսում ենք այն մեդիայի մասին, որը գտնվում է մեր հանձնաժողովի կարգավորման ներքո, ապա ատելության խոսքի դրսևորումները նվազեն շատ քիչ են, որովհետեւ բոլորը շատ լավ գիտեն, որ նրանք մեր կարգավորման տակ են, բոլորը էթիկայի կանոնագիրք են ստորագրել եւ այսպես թե այնպես փորձում են պաշտպանել օրենքի տարը։ Ատելության խոսքը, չարությունը, ապատեղեկատվությունը մեծ մասամբ, ինքը գեներացվում է այն հարթակներում, որոնք կարգավորող մարմնի կարգավորման կամ վերահսկողության տակ չեն։ Դա կաբելային ցանցերում հեռուստաընկերություններ են, որոնց վրա մենք նվազ կարգավորում ունենք, եւ դա համացանցն է, որի վրա ընդհանրապես կարգավորում չունենք։ Եվ այստեղ նաեւ պետք է խոսալ անհավասար պայմանների մասին։ Այն հեռուստա կամ ռադիոընկերությունները, որոնք պարտավորված են չարության խոսք չտարածել, էթիկայի կանոնները պահպանել եւ այլն, տասնյակ արգելափակեր կան իրենց համար։ Նրանք դա ամեն ինչ անում են եւ շատ ժամանակ պատժվում են հանձնաժողովի կողմից եւ կան անսպառ կայքեր, հարթակներ, որտեղ անսպառ, սենց տարածում է եւ չարության խոսքը եւ ապատեղեկատվությունը եւ որևէ մարմին չկա, որը այդ խոսքերը կարգավորի եւ պատասխանատվության կենթարկեր, որովհետեւ ինքը ատելություն, եթե քրեական հանցագործություն կատարեն, բնական է, ինչ որ մեկը կնկատի, պատկան մարմինները գործ կբացեն, բայց այն ինչ գտնվում է էթիկայի կանոնագրքի կամ էթիկայի կանոնների սահմաններում, իսկ ատելության խոսքը դա է, ապա այստեղ որևէ վերահսկողություն չկա եւ դա Հայաստանում դարձել է իմ կարծիքով թիվ 1 խնդիրը, որտեղ աշխարհում, Եվրոպայում, որի փորձում ենք միջ ուսումնասիրում ենք, մեր գոլեգաների հետ հանդիպում ենք, այնտեղ արդեն տասնյակ տարիներ սկսել են դրանով զբաղվել եւ փորձում են ինչ որ ձևով կարգավորել համացանցը։ Եվ եվրոպական դիրեկտիվներով եւ ազգային օրենսդրությամբ այնուամենայնիվ ինչ որ չափով դրանք փորձում են կանխել ատելության խոսքը, մեր մոտ դա չկա եւ դուք տեսեք գնալով չէ, մենք բոլորս կարծես պայքարում ենք, տասնյակ ոչ կառավարական կազմակերպություններ դրա դեմ պայքարում են, բայց ատելության, չարության խոսքը, ապատեղեկատվությունը գնալով ավելի մեծ տեղ է զբաղացնում այս տեղեկատվական հոսքերի մեջ։ Սա խնդիր է, որի մասին ես կարծում եմ եւ մեր հասարակությունը եւ իշխանական ինստիտուտները, ընդհանրապես պետությունը շատ քիչ է ուշադրություն դարձնում։ Բողոքում է շատ ժամանակ, չէ՞։ Բողոքները շատ են, վայ սա արեցին, վայ նա դա սխալ է, բայց դրան լուծումներ տալը, մշակել այն գործիքակազմը եւ օրենսդրական եւ վարչարարական եւ մեդիագրագիտության մակարդակը բարձրացնելու, ես կարծում եմ քայլերը հստակ չեն արվում։ Մեր ոդկասթի երկրորդ մասում կցանկանայի խոսել հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի գործունեությունից 2025 թվականին, ինչպիսին էր տարին ՀՌՀ-ի համար։ ՀՌՀ-ի համար քիչ թե շատ հանգիստ տարի էր, որովհետեւ համապետական ընտրություններ չկային, որովհետեւ համատարած լիցենզավորման տարի չէր եւ քաղաքական առումով էլ հանգիստ տարի էր։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք ունեցել ենք կոവിഡ്ի տարի, պատերազմի տարի, մենք ունեցել ենք հետպատերազմյան զարգացումների տարի, մենք ունեցել ենք ազգային ժողովի ընտրական ժամանակաշրջան եւ այլն եւ այլն։ Սա ամենը բնական է դժվարացնում է մեր հանձնաժողովի աշխատանքը եւ ավելի մեծ ջանքեր է պահանջում։ Այս տարի, որը վերջանում է, ավելի հանգիստ տարի էր, ինչը մեզ թույլ տվեց ավելի շատ աշխատել այս օրենսդրական նախաձեռնությունների վրա, պատկան մարմինների հետ, նախարարությունների, կառավարության, ազգային ժողովի, ինչը մեզ թույլ տվեց ավելի խիտ աշխատել մեր արտերկրի գործընկերների հետ եւ մենք Հայաստանում անցկացրեցինք եվրոպական կարգավորող մարմինների համաժողովը աշնանային, որին գրեթե բոլոր երկրներից եվրոպական 47 երկրից մենք հյուրեր ունենք եւ ելի աշխատում ենք այդ խնդիրների վրա, ելի ամենակարևոր խնդիրը արհեստական բանակության հետ կապված խնդիրները, ատելության խոսքի հետ
կապված խնդիրները, այսինքն այդ առումով վատ տարի չէր, բայց ես չեմ կարծում, որ մեր ռադիոլսողին դա հետաքրքրում է։ Իսկ որն էր գլխավոր ձեռքբերումը 2025 թվականին։ Բարձրանալու շատ բան չունենք։ Ձեռքբերումը հանդարտ աշխատանքներ, հա, ձեռքբերումը նաև որտեղ նաև կա մեր հանձնաժողովի, այսպես ասած, լուման կամ գործոնը, դա նաև հանրաքուտ բովանդակության ստեղծելու համար ստեղծված հիմնադրամներ, որը արդեն լիարժեք կսկսի աշխատել մյուս տարի եւ որը կոժանդակի հեռուստաընկերություններին, որպեսզի նրանք կարողանան ունենալ համապատասխան ֆինանսական եւ տեխնիկական ռեսուրս, որակյալ արտադրություն ստեղծելու եւ տարածելու համար, սա կարծում եմ ամենամեծ ձեռքբերումն է։ Իսկ EPRA-ի մասին չեք ցանկանա խոսալ։ Ինքը համաժողովին ինքը շատ մասնագիտական էր, նույնիսկ այդպիսի մասնագիտական, որ նույնիսկ հյուրերի մուտքը աշխատանքների ժամանակ արգելվում է։ Շատերը մեր ընկերներից, գործընկերներից, հան մի քիչ նեղացած են, բա մեզ ինչի՞ չեք հրավիրել, որպեսզի մենք մասնակցենք աշխատանքներին, որտեղ դրանք փակ աշխատանքային, հա, գործընթաց է, որը տալիս է մեզ նաև այն գիտելիքները կամ այն գործիքները կամ այն համոզմունքները, որը մենք օգտագործում ենք մեր հետագա գործունեության մեջ։ Բայց ամենակարևոր խնդիրը ձեռքբերում ես կհամարեմ որոշ օրենսդրական փոփոխությունների ընդունում ազգային ժողովի կողմից եւ շուտով ազգային ժողով կմտնի առաջի մասը, որի վրա մենք շատ երկար աշխատել ենք եւ որը կօգնի նվազեցնել այն վտանգները, որի մասին մենք խոսում ենք։ Քանի դա դեռ չկա, ես համարում եմ, որ մեր հանձնաժողովի գործունեությունը այդքան էլ արդյունավետ չի։ Այսինքն արդյունավետ է, բայց սահմանափակ է։ Մենք երևի այսօր վերահսկում ենք, կարգավորում ենք տեղեկատվության տարածող հարթակների չնչին մասը, որովհետև օրինակ մի հեռուստաընկերություն կարող է ունենալ օրինակի համար prime time-ի ժամանակ 100,000 հեռուստադիտող եւ կարող է լինել համացանցային հարթակ, տեսալսողական եւ ինչ որ հարցազրույց շատ հետաքրքիր, հա, շատ չար, բոլոր էթիկական նորմերը խախտող, որը կարող է հավաքել 400-ից 500,000 դիտում օրինակ։ Դե տեսեք ինչ մեծ տարբերություն է այդ եւ ինչ վտանգներ է գալիս համացանցից, որը նորից եմ կրկնում կարգավորման կարիք ունի։ Ինչ է ակնկալում 2026 թվականից։ Ծանր տարի է լինելու, որովհետեւ բացի ազգային ժողովի ընտրություններից համապետական լինելու են նաեւ ընտրություններ 9 մարզկենտրոնում, բացի Գյումրիից, եւ դա մեծ պատասխանատվություն է, դա առաջինը մեծ բախումներ է քաղաքական, գաղափարական, հա, որը ինչպես մեր անցյալն ցույց տալիս, միշտ բերում են հավելյալ լարվածության, թշնամության, հա, ինչը արդեն վատ է եւ ես միայն կարող եմ մաղթել ինքներս մեզ կամ ցանկանալ, որ հաջորդ տարին 2026-ը չնայած իր բոլոր նախընտրական, հա, այդ բաների քարոզչական հնարքների մրցակցության ինքը անցնի հանդարտ պայմաններում, որովհետև խոսալ ձեռքբերումների մասին առանձին վերցրած պետական հիմնարկի սխալ կլինի, եթե ամբողջ Հայաստանում այդ անդորը չկա, այդ հանգստությունը չկա, եւ այդ առումով էլի մի կարևոր բան ասեմ, չնայած դեռ չի ավարտվել 25 թվականը եւ Աստված չանի խախտվի, հա, իմ բանը, այս լավատեսությունը 2025 թվականին մենք սահմանին զոհեր չենք ունեցել, այդ ամենակարևոր բանն է, այսինքն խաղաղությունը կամաց սկսել է հաստատել Հայաստանում եւ մեր վերջնական հաղթանակ կլինի, երբ որ մենք այդ խաղաղությունը, հա, իսկապես արմատավորված եւ վերջնական տեսնենք։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։